Բյուրեղավան քաղաքն է, այս ինչքան ժամանակ է, այս գարշահոտ, եղք մարդու սիրտ է խառնում, նայելով ու հոտը շնչելով, ու քաղաքապետը Բյուրեղավանի ուխտի ականջում քնած է, ինչպես նշում էին բնակիչները, նստեն այ, գործը խես անավարտ թողել, ամբողջ թաղամասը, բարձրահարկ շենքերը, առևտրի կենտրոններ կան, վարսավիրանոցներ, դեղատներ, լրիվ երևի ճիշտը մարզպետին դիմելն է, պարոն Ահարոն Սահակյանին, լստեն այ, ահա որ վիճակը ժողովուրդ ջան, լստեն, կեղտաջուրը սենց գնում է, մի ամիս, երկու ամիս չկա, որ այս քաղաքը ցնցվեց են թունավորումներից, բա որ սենց բարձի թողի վիճակը լի, նորից կկրկնվի թունավորումը ու ավելի բեթար, ինչ է մտածում քաղաքապետը, չի կարում վիոլաջրի հետ լեզու գտնի, պարտավորեցնի, լստեն նայ, խեղճ ժողովուրդը, բարձրահարկ շենքերա, ստեղը կեղտի ճայճ առաջացը, եղք, արախեք ժողովրդին սպանում ձեր անգործությամբ, գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է տիրում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, այսօր հունիսի 23-ն է, բնակիչները արդարացիորեն ու զայրացած հայտնում են, որ արդեն ինչքան ժամանակ է Վիոլաջուրն ու Բյուրեղավանի քաղաքապետարանը ամբողջ մի ամբողջ թաղամաս վերածել են կեղտի ճահճի, գարշահոտ, հակասանիտարական, անգամ բերանս չորանում արդեն ժողովուրդ ջան, անգամ կա համաճարակի վտանգ, հիշում եք ամիսներ առաջ էր, որ Բյուրեղավան քաղաքում մեծ թվով բնակիչներ, ծերեր, մանկահասակներ թունավորվեցին ջրից, Վիոլաջուրը հայտարարեց, թե իր մեղավորությունից հետո փորձաքննությունները ապացուցեց, որ հերթական անգամ Վիոլաջուրը լոլոյա կարդացել, իր մեղքով է եղել, ու հիմա տեսեք, այդ նույն ավելի անտանելի վիճակը կա, ավելի վտանգավոր, այս հատվածում Բյուրեղավան քաղաքի այս հատվածում բազմաբնակարանային շենքերն են, տեսեք, կեղտաջուրը ոնց է գնում, այստեղ պիտի լինեք, որ եւ տեսնեք եւ այդ անտանելի հոտը զգաք, հարգելի Բյուրեղավանի քաղաքապետ, ինչ եք մտածում, թե միայն այս ամառվա շոքին ձեր տակ կաբինետներից, որ կոնդիցիոներով հովանում եք, մաքուր եք շնչում արհեստական, գիտեք թե դա ձեր քթի տակ քաղաքում, ձեր քթի տակ քաղաքում անտանելի հակասանիտարական վիճակ, համաճարակի վտանգ, իսկ դուք ուխտի ականջում քնած եք Վիոլաջրի հետ, բնակիչները նշում են, որ ամեն անգամ զանգահարում են քաղաքապետարան, Վիոլաջուր, ոչ մի օգուտ, ասում եմ, լստեն այ, կեղտի ճայճ է առաջացել, հոտը 500 մետրից ավել զգացվում է,
աշխատանքները թողել եմ կիսատ, որ ասում լավ գործը անավարտ եք թողել։ Հարամլի են գործը, որ պետք է անավարտ թողեք, լավ գործը անավարտ եք թողեք։ Լստեն այն, ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ։ Էսի որ փողոցներ։ Զորավար Անդրանիկ, գոնե լեգենդար հերոսի անունը կրող փողոցը մաքրեք ես գարշահոտից ու կեղտից։ Քաղաքապետի վրա հույս չկա, վիոլաջերի վրա հույս չկա, հարգելի մարզպետ Արոն Սահակյան, դիմում ենք խնդրանքով ձեզ։ Այստեղ նախկինում են կողմերն էլ վիճակը ձեր միջամտության արդյունքում կարգավորվել։ Խնդրում ենք սրա դեմն առեք, այս ամառվա տապին կա համաճարակի վտանգ, ասում հիմա որ ուշադիր նայեք կտեսնեք, կեղտաջուրը ոնց է հոսում։ Ստեղ էլ զաթու բանն է, կեղտից առաջացած գլխավոր փողոցն է քաղաքի ու տեսեք ինչ վիճակ է տիրում։ Ին խոբակը հանել են փտած, որ պիտի նորը դնեն չեն դրել ու ամբողջ կեղտաջուրը դուրս է գալիս։ Էս ինչքան վաղտ է այս վիճակն է։ Ինչքան։ Այս հոտին ոնց եք դիմանում։ Են տրուբեն են չէ հանել, որ պետք է փոխեն։ Պատուանը ոնա վարակի բուն է։ Էդի ով քանդեց, վիոլան։ Էս հոտին ժողովուրդ ոնց եք դիմանում։ Չենք կարողանում։ Սարսափելի վիճակ է։ Օրեն էլ վաբշե տաքանում է։ Շատ վատ է դա։ Գիշերը ենք խեղդում։ Հա վերջին անգամ երբ եք զանգել վիոլա քաղաքապետարան, Բյուրեղաբանի քաղաքապետարան, չէ։ Շաբաթօրը, հա, ինչ են արել։ Ուսես մնացել է։ Մեր առաջի հարգի բնակիչը զանգել է, ասել են զանգեք վիոլա, զանգել են վիոլան եկել է, ստից բզբզին։ Էսի բզբզելու բան չի, ավիրելու բան է։ Հետո նոր եկան Მე որ ասում ունք սարքելու փոխարեն աշտին անել։ Այո։ երևի քաղաքապետարանն որ եկել են այս վիճակն, այնտեղ քանդվում է։ Շենքի հիմքերի հերն էլ անիցվում։ Այս լվացք ենք փոխ։ Մի ամիս ամիսու կես չկար, չէ, ստե որ թունավորումներ եղավ։ Էս էլ էլի հելա։ Այո։ խնդիրը է տա։ Հիմա էլ այս վիճակը, որ ահավոր վիճակ է, ահավոր։ Անտանելի է 5-600 մետրից հոտը սպանում է։ Եք լավ է կարեք, գոնե եկեք կարեք։ Անտեղի մատնած գնացել։ Սա Զորավար Անդրանիկ, 30 քանի հարկանի է շենքերը։ Ահա։ Էսի 10 դար։ Էսի 10 դար։ Սպանում այ ժողովուրդ էս հոտը բերաններս չորացավ։ Սարսափելի է։ ու մենք սենց ապրում ենք, ինչքան ժամանակ է, միջև քանդելը երևի մի 10-15 օր էս վիճակն ա եղել, հիմա Հիմա քանդել են ահավոր վիճակ։ Քանդելն ու թողե գնացել են մարդիկ, իրանց գործը արի։ Իրանց գործը մենակ քանդելն է, էլի մի խոսքով։ Ջան, ոչ ինչ է։ Շենքը քանդվելու է, փլվելու է։ Էսի Դու համաճարակի վտանգ էլ կա։ իհարկե։ Շուշ, բերանս չորցավ թաղեմ վիոլային։ Ես քեզ ժողովուրդը ինչ անի։
Լնդեղից վարար դուրս է գալի կեղտաջուրը։ Այս սիրուն ծառերն էլ էսա կչորանան։ Զորավար Անդրանիկի հենը։ Ծառնել են, հանե մթան պտի սարքեն։ Վայ։ Էսա։ Այս դիտահորից դուրս է գալի կեղտը։ Ոնց է կեղտաջուրը դուրս գալի։